ոստիկանության մասին դա դժվար է։ Արփինե Սարգսյանին հարցնում եմ, ուր Արամ Հովհաննիսյանը, երբ որ ներկայացնում է նոր ոստիկանապետին, չի կարողանում պատասխանել։ Չի կարողանում պատասխանել, ինչու փոխեցին ոստիկանապետին։ Իհարկե Արամ Հովհաննիսյանը եկավ շարքին ավելանալու այն բոլորը, որը ծառայում էին SMS-ներին։ Արգիշտիկ Քյարամյան, Սասուն Խաչատրյան, Սարգիս Հովհաննիսյան ու բոլորը։ Իրականում օրերս տեղի ունեցած դեպքը ամբողջ բյուջեի կատարողականը ոստիկանության պարզեց, որ շարունակում է մնալ ոստիկանությունում ուժային ստակ ստրուկտուրաներ, կարմիր, սև բերետավորներ, որոնց ուշքն ու միտքը ծառայությունը չէ, օրենքը չէ, սահմանադրությունը չէ, նրանք պարտավոր են կատարել լոկ վերադասի հրամանը։ Ազգային գվարդիային ասում, նախարարն ասում աշտանը արդեն կավարտեն։ Այդ ազգային գվարդիայի հիմքը լրագրողներն էստեղ են, Մերի Մանուկյանին ծեծող ոստիկանների նման կարմիր ու սև բերետավորներ են, որոնք իշխանության հենքն են, դրա համար ինչքան է կռի վարեցինք նախարարի հետ, չստացվեց, որ ոստիկանության գվարդիայի պարտականությունների մեջ մտցնեն հայրենիքի պաշտպանությունը, ինչպես ներքին զորքերում է, որպեսզի այդ ոստիկանական գվարդիա գնացողը իմանա, իր տեղը մենակ Երևանի ասֆալտին էր, որոնցից հազարները, երեք դուք պետք է տեսնեք պատգամավորներ, Սամվել Կարապետյանի մինչև բերման ենթարկելը ապշել կարելի էր, Ազատության պողոտան Լամբադայից մինչև Բաբայան ավտոբուսներով շրջաներից եկած խեղճ ու կրակ ոստիկաններ են քնած էին ավտոբուսներում, ամբողջ Զեյթունի հանրակացարաններով մինչև Ուլնեցի ավտոբուսներով քնած ոստիկաններ էին, ամբողջ Ազատության պողոտան ներքևից մինչև Բաբայան փողոց օպերների մեքենաներն էին, սա է ոստիկանությունը, շնորհակալ եմ։ Հաջորդ